Խոշտանգումների, կտանքների են ենթարկվել իսրայելական բանտում Իսպանիայի քաղաքացի Սաիֆ Աբու Քեշեքն ու բրազիլացի Տիագո Ավիլան։ Ակտիվիստները գլոբալ Սումուդ նավատորմի նավաստիներից էին, որոնք հումանիտար օգնություն էին հասցնում Գազա։ Իսրայելը հունական Կրետեի մոտ ձերբակալելով խմբի 175 անդամներին, նրանց հետագայում ազատ էր արձակել։ Միայն Քեշեքն ու Ավիլան են, որ 10 օր անցկացրել են իսրայելական բանտում։ Հիմա Թել Ավիվը որոշել է արտաքսել նրանց իրենց երկրներ։ Բրազիլացի ակտիվիստին հայրենիքում հերոսի պես են դիմավորել։ Ավիլան պատմել է, թե ինչ դժոխքի միջով է անցել վերջին 10 օրերին։ Ամեն տեսակի բռնության ենթարկվեցինք, բայց մեզ հետ կատարվածը չի համեմատվում այն բանի հետ, թե ինչպես էին մեր կողքի խցերում տանջում պաղեստինցիներին։ Քանի պատմություն է պետք հասկանալու համար, որ ահաբեկչական պետության հետ գործ ունենք, որը գլխավորում է Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկու ակտիվիստները կասկածվում էին ահաբեկչական խմբերի հետ կապերի համար։ Ակտիվիստները հերքել են մեղադրանքները։ Ծագումով պաղեստինցի Քեշեկը Բարսելոնայի օդակայանում լրագրողներին պատմել է, որ իսրայելական բանտում գտնվելիս հարակից խցերից ամեն օր ճիչեր է լսել։ Մեր ամենամեծ մտահոգությունը հազարավոր պաղեստինցի բանտարկյալներն են, որոնք մնացին առանց պաշտպանության։ Նրանց անընդհատ խոշտանգում ու բռնաբարում են։ Այնտեղ գտնվելու ընթացքում ես ամեն օր սարսափելի ձայներ էի լսում։ Իսրայելը խախտում է մարդու իրավունքներն ինչպես ուզում է և որտեղ ուզում է։ Իսրայելի կառավարությունը շարունակում է հերքել միջազգային մամուլում հայտնված պաղեստինցի կալանավորների նկատմամբ սարսափելի վերաբերմունքի մասին լուրերը, պնդելով, որ Իսրայելի բանտում ամեն ինչ միջազգային իրավունքին համապատասխան է։ Ծեծի սեռական բռնությունների, նվաստացումների մասին հարյուրավոր պաղեստինցիների վկայություններ են ներկայացնում BBC-ն, Al Jazeera-ն, The Guardian-ը։ Պաղեստինցի կալանավորների հարցերով հանձնաժողովը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական բանտերում պաղեստինցիների թիվն ավելացել է մոտ 4500-ով։ Հիմա Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի և արաբական այլ երկրների քաղաքացիների թիվը գերազանցում է 9600-ը։ Նրանց թվում տասնյակ կանայք ու երեխաներ կան առանց մեղադրանքի։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։